Ինչու այս ամեն ինչը եղավ։ Իմ ընկերների քաղաքացիների լրագրողների շրջանակներում երկու հարց է շրջանառվում։ Առաջինը, պարոն Աղազարյան, ինչու առաջ չէիք քննադատում Նիկոլ Փաշինյանին, իսկ հայտնի դեպքերից հետո սկսեցիք քննադատել։ Եվ երկրորդ հարցը, ինչու այդպես ստացվեց, ինչու վարչապետը ձեր հանդեպ այդպես տրամադրվեց։ Եվ ես պարտավոր եմ այդ հարցերին պատասխանել։ Ես միշտ էլ այն հարթակներում, որտեղ որ կարելի էր, ես իմ քննադատությունը ներկայացրել եմ, շատերը շատ լավ գիտեն, բայց թիմային տրամաբանությունից ելնելով, ես դրանք չեմ հրապարակայնացրել։ Բայց որպեսզի մեկապարանոց չլինեմ, որոշ բաներ ներողություն եմ խնդրում, պետք է հիշեցնեմ։ Երբ որ պարոն վարչապետը երկդաշինքի խմբակցության ղեկավարն էր, այդ ժամանակ նախագահի ընտրության հարցեր եւ երկխմբակցությունը առաջարկել էր նախագահի տեխնացու Արտակ Զենալյանին։ Ես վարչության անդամ եմ եւ հարց բարձրացրեցի պարոն Փաշինյանին անվստահություն հայտնելու հետ կապված որպես խմբակցության ղեկավարի, որովհետեւ այդ կարևորագույն հարցը քաղաքական հնչողություն ունեցող ինքը չէր բերել վարչություն քննարկելու։ Հաջորդը Հայկ Մարությանի ընտրության ժամանակ, երբ որ վարչությունը տեխնատու առաջադրվեց Հայկ Մարությանի, միակն եմ եղել, որ դեմ եմ խոսացել։ Ճիշտ է, դեմ քվեարկել են շատերը, բայց միակն եմ եղել, որ դեմ եմ խոսացել։ Հետո մի տարի առաջ փետրվարի սկզբներին բոլորը երևի հիշում եք մի հատ հայտնի դեպք, մանկահասակ երեխաների մայրիկին կալանավորելու հետ կապված։ Ես այդ հարցը բարձրացրեցի եւ մենք բոլորս միամուռ դիմեցինք խափամամիջոցը փոխելու։ Իհարկե Քարամյանը չհարգեց, բայց Տիկին դատախազը հարգեց կարծեմ մեր միջնորդությունը եւ դա տեղի ունեցավ։ Հաջորդը ելի մի տարի առաջ մոտավորապես վարչապետը եկավ եւ մեր խմբակցության հետ միասին քննարկման ժամանակ Եվրոմիություն հայտ ներկայացնելու հետ կապված քննարկում եղավ։ Միայն ես դեմ խոսացի, բայց մի շաբաթ հետո ավելի ընդլայնված մեր քննարկման ժամանակ եւ կառավարության անդամները եւ վարչություն գրեթե բոլորներ դեմ խոսացին, բայց տեսեք, այսօր արդեն մենք երկրորդ դասեցման այդ օրենքը ընդունեցինք, այսինքն վարչապետը թիմին շրջանցեց եւ այդ ձևով լուծեց հարցերը։ Այս ամեն ինչը խաղաղության պայմանագրի հետ կապված ես տարբեր տեսակետներ եմ հայտնել, այս ամեն ինչը վարչապետին թվացել է, թե ես խանգարում եմ պետական կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի ընդունման իմ համեստ կերպարով որոշակի Ամփոփ եք խնդրում։ Այո, ամփոփում եմ։ Որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել եւ հետեւաբար ինքը դիմեց գնաց այս ճանապարհով ինձ մեկուսացնելու, ինձ քաղաքականությունից հեռացնելու, եթե այդ գինը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության պայմանագրի հետ կապված հետագա ամեն ինչը կլինի մեր պետության համար օգտակար, ապա ոչինչ, դες գինը վճարեմ, շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Հերթագրվել է 12 պատգամավոր Արման Ղազարյան։ Պարոն Աղազարյան, այստեղ ներկայացված միջնորդագրում նշվում է, որ դուք 2023 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանի եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ Երևանի Սիրահարների այգում հանդիպել եք միմյանց, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել, որ կարողացել է հավաքել ընդհանուր 20,000 $, գումար։ Ուստի առաջարկել է ձեզ այն փոխանցել։ Իսկ դուք պայմանավորված մնացած գումարի մասը վճարել կենթանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Սակայն դուք առաջարկից վրդովել եք, նշել եք, որ իրենց նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել եք ստանալ 20,000 $, գումարից։ Իհարկե, ստեղ խոսվեց, բայց ես կուզենամ, որ դուք ավելի հիմնավոր եւ մանրամասնություններով խոսեք այդ մասին։ Ստեղ նշվում է նախկին պայմանավորվածության համաձայն եւ արդյոք ձեր մեջ միջև նման խոսակցություն եղել է թե ոչ, այսինքն կուզենամ, որպեսզի մենք գնահատական տանք եւ կարծիքներ հնչեցնենք, մանրամասնեք այս 20,000 $-ի մասին, ըստ նախկին պայմանավորվածության իբրև եւ ձեր հանդիպման խոսակցության մասին։ Շնորհակալություն։ Սլավիկ Պողոսյանի հետ հանդիպան ժամանակ եւ այդ Աշոտի հետ հանդիպան ժամանակ, որի հետ հանդիպել եմ մի անգամ, որը Աշոտիկ Կամավոսյանը չի, այսինքն
Սլավիկ Կարապետյանի աները չէր, լրիվ ուրիշ մարդ էր, երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, եւ հետեւաբար, քանի որ չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, ես չէի կարող նաեւ կամ համաձայնություն տալ կամ հրաժարվել։ Ավելին, առերեսման ժամանակ արդեն Սլավիկ Պողոսյան, Սլավիկ ներողություն, Աշոտիկ Կամովոսյանին ես հարց տվեցի։ Ասեցի Աշոտ ջան, ենթադրենք դե դու այդ Աշոտն ես։ Դու ինձ $20,000 գումար առաջարկել ես։ Առերեսման ժամանակ ինքը ասաց, որ ոչ։ Ինքը այդ գումարը տվել է Սլավիկին։ Այսինքն ես կապ չեմ ունեցել։ Երբ որ նայում ենք այն հանգամանքին, թե ինչու Աշոտիկ Կամովոսյանը ասում է, որ Սևանում 3-ով ենք հանդիպել։ Այն դեպքում, երբ որ Սլավիկ Պողոսյանը եւ ես ասում ենք, որ 2-ով ենք հանդիպել, եւ այստեղ այդ ալեհավաքի պատմությունն է, որ քանի որ նույն ալեհավաքի տակ ենք, ապա իմ ասածը անարժանահավատ է։ Ես նորից եմ կրկնում, նույն ալեհավաքի տակ կարող է 50 մարդ լինի տարբեր հեռավորություններով։ Եվ հետո գալիս է այն հանգամանքը, որ ես որ երբ որ մերժում եմ, հիմա իրաց մեջ ինչ խոսակցություն է լինում, ինչ չի լինում, դրանից 20 օր հետո այդ ներքին դիտման շրջանակներում այն Սլավիկ Կարապետյանը, Սլավիկ Պողոսյանը ասում ախպեր ինչ եղավ այդ գործը 20 օր հետո, այսինքն 20 օր անընդհատ ես իրանք բերել են 20,000, ես ասել եմ չէ, բերել են 20,000, ես ասել եմ չէ, թե միանգամից բերել են 100,000։ Անտրամաբանական է, չի ստացվում, չի կպնում իրար։ Այստեղ արդեն հարց առաջանում, որ այնտեղ ով ինչ դերակատարություն է ունեցել իրար մեջ։ Եվ նաև հատկանշական է, որ եւ այս վարույթը երկու կներեք, ես անմեղության կարգավորվածը չխախտեմ, շատ ծանր հանցակներով մեղադրվող մարդիկ իրար մեջ հարցեր են լուծում, քննարկում եւ ես դառնում եմ ֆիգուրանտ։ Ինձ գումար չի առաջարկվել, հետեւաբար ես ոչ հրաժարվել եմ, ոչ էլ համաձայնություն եմ տվել, եթե այդ առաջարկությունը չի եղել։ Ես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ, այս ընթացքում անդամ եմ եղել, այս ընթացքում տասնյակ քաղաքացիներ են դիմել տարբեր հարցերով, որտեղ որ կարողացել ենք օգտակար ենք եղել, որտեղ որ չէ, օգտակար չենք եղել։ Ոչ մի տարօրինակ բան չկա, որ մարդ պատգամավորին դիմում են այս կամ այն հարցով։ Արձագանք։ Մենք կարող ենք արձանագրել, որ միջնորդության մեջ նշված այդ $20,000 մասին խոսակցություններ չի եղել, դուք շղթեցիք ձեր խոսքում, եւ երկրորդ հարցը